Սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, եթերում The Point հաղորդաշարն է եւ այսօր հաղորդաշարը լինելու է Մեղրիում։ Ես 25 տարիների ընթացքում լինելով ՀՀ քաղաքացի, այսօր ամոթ եմ ապրում, քանի որ 25 տարիների ընթացքում առաջին անգամ գտնվում եմ Մեղրիում եւ պատիվ ունեմ հարցազրույցը անցկացնել Շահանե Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կխնդրեմ փոքր պատմեք ձեր մասին, ինչով եք զբաղվում, ինչ առանձնահատկություններ կան այն ոլորտում, որում զբաղվում եք, կարճ ասած ընդհանուր տեղեկատվություն ձեր մասին։ Ես Շահանե Խաչիկյանն եմ, Խաչատուն Heritage Hotel-ի հիմնադիրը եւ Loft Մեղրի երիտասարդական կենտրոնի ղեկավարը։ Միաժամանակ զբաղվում եմ Մեղրի երիտասարդության հետ եւ ակտիվ զարգացնում ենք, փորձում ենք զարթնացնել երիտասարդներին, բայց դրանից առաջ, երբ մայրացա, վերադարձա Մեղրի եւ սկսեցի հիմնադրել Խաչած տունը։ Ինչ այդ տունը կար, պապերիս տունն էր, ծնողներս այստեղ ապրում են, ես ծնվել եմ այս տանը, բայց որպեսզի պահպանենք տունը, որոշեցիք դարձնել փոքրիկ հյուրատուն։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ այս տանը արդեն մի քանի սերունդներ են ապրում։ Այս տանը 8 սերունդ է ապրում, Խաչիկյանների ընտանիքն է, 8 սերունդ է ապրում են, իմ տղան 8-րդ սերունդն է, ինչպես նաև իմ քրոջ եւ եղբոր որդիները եւ 8-րդ սերունդն են եւ այդպես ժառանգաբար եկել հասել է մեզ։ Քանի տարի է ինչ զբաղվում եք այստեղ տուրիզմով, այս ոլորտ եք մտել։ 19 թվականից սկսեցինք, բնականաբար պատերազմի տարիներին դադարեր։ Դրանից հետո արդեն ակտիվորեն սկսել ենք զբաղվել ու ինքը համայնքում մեծ հիանալի փոփոխություններ է բերել։ Նաև տունը երևի թե Մեղրի ամենաաուտենտիկ տարածքներից մեկն է եւ իր առանձնահատկությունները ունի, սկսված իր աուրայով, տեսարանով, դիրքով, հին թաղամասի ամենավերևում լինելով, նույնիսկ հարևանները այդպես հումոր ունեն, քանի որ հարակից տարածքներում մարդիկ չեն ապրում, երբ որ գնում եմ Երևան եւ լույսերը անջատվում են, մի 3 օր գալիս ենք, ասում են, բանը դատարկություն ա տիրում, կլինի տան լույսը վառ թողնես, եթե գոնե ինչ որ տեղ ես գնում։ Այնպես որ ինքը ոչ միայն զբոսաշրջություն է, այլ նաեւ ամրություն է, ուժ է, հարևանություն է, լինելիություն է ու տեղում ապրելը։ Ես մի քանի րոպե շրջելով հյուրատանը զգացի փոքրիկ հեքիաթում ու կարծեցեք հեքիաթի գլխավոր հերոսուհիներից մեկը լինեի, իսկապես այնքան էսթետիկ էր ամեն ինչ սարքված ու այնքան հայկական էր ամեն ինչ, որ միանգամից հոգիդ փառավորվում էր ու ուզում էիր նայել ու նայել։ Կասեք օրինակ այստեղ տուրիզմը ինչ հեռանկար ունի։ Իմ համար Հայաստանում 3 քաղաք կա, որը շատ կոլորիտային, աուտենտիկ ու մշակութային է, դա Գյումրին է, Շուշին եւ Մեղրին։ Ինչպես Գյումրին, ինչպես Շուշին, այդպես էլ Մեղրին շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի, ու խոսքը ոչ միայն հին աուտենտիկի մասին է, այլ նորի մասին է, որովհետեւ Մեղրիում կա 2 թաղամաս, M2 միջպետական ճանապարհը բաժանում է Մեղրին 2 մասի։ Մեղրի գետն է հոսում, M2 միջպետական ճանապարհը, մի հատվածում փոքր թաղն է, հին թաղամասը, մի հատվածում մեծ թաղն է, նոր թաղամասը։ Ըստ այդմ զբոսաշրջությունն էլ այդ տրամաբանությամբ կարող է զարգանալ, այսինքն հին նեղլիկ փողոցներով աուտենտիկ փոքր թաղը, որը կարող է վերականգնել հին տեսքը, այնքանով ինչքանով պահպանվել է, պահպանել եւ բերել ավելի հնին, եւ նոր թաղամասը, որը որ հատուկ չեմ կարծում արհեստական ճանապարհով արժե մոտեցնել հին ինչ-որ Մեղրի տեսքին, ընդհակառակը այդտեղ պիտի ավելի զուգորդվեն ժամանակակիցն ու նորը։ Այսինքն սկսենք համեմել, էլի, մեծ թաղամասը։ Մենք քիչ առաջ խոսում էինք ու դուք պատմեցիք, որ ձեզ մոտ ավանդական Մեղրի ուտեստներն են դեռ պատրաստվում։ Մենք հայերս ինքս գիտենք ուտող խմող ազգ ենք եւ ուտելիքը շատ կարեւորում ենք։ Խնդրում եմ փոքր պատմեք ինչ ուտելիքների մասին են, որոնք են ավանդական Մեղրի ուտելիքները, որ ձեզ մոտ պատրաստվում են։ Պատմեմ, բայց ավելի հեռվից կամ։ Խաչած տանը գալիս են գիշերակացի եւ նախաճաշի, խաչած տանը գալիս են ուղակի սրճելու, գալիս են պարզապես ուտելու, տեղական խոհանոց փորձելու, կամ գալիս են ինչպես դուք։ Շատ պատահական, բայց հետո սկսում են հաճախ գալ։ Ուտելիքների մասին մինչև խոսելը, ուզում եմ ասել, որ մի քանի տարի առաջ Մեղրի ուտեստները հայտնվեցին Forbes-ում եւ դա Խաչատստան ուտեստները համտեսելուց հետո էր ու որոշեցինք, որ ինչ էլ էստեղ պատրաստենք, գոնե ինչ որ մի բան տեղական պիտի լինի, դա կլինի փոքր աղցան, թե ինչ որ ուտեստ եւ այստեղ միշտ ուտեստներ
ընթրիքների կամ լանչի գալուց ուտում են տեղական ուտեստներ, ոնց որ այսօր Եվրոպական միության դեսպանը եւ մի շարք պետությունների դեսպաններ լանչում էին Խաչատստանը, ինչը մեր համար շատ ողջունել են նախ այն, որ իրանք հասել են Մեղրի, որովհետեւ Մեղրին հեռու է։ Եվ ուտեստներից օրինակ բոլոր մեղրեցիները սիրում են սեզոնին սխաթան ուտել։ Սխաթանն է, որը շատ համեղ է։ Մեղրեցիները ունեն մասրապուր, որը շատ համեղ է։ Մեղրեցիները ունեն հավով ուտեստ, հավով, ընկույզով, շատ համեղ ուտեստ։ Ունեն կոտապ, որը շատ հայտնի է մեղրեցիների մոտ, ու ամեն ընտանիք այդ պատրաստում է, դա կոտապն է, ու ինքը սեզոնային է։ Օրինակ մենք գիտենք, որ Արցախում կա ժինգյալով հացը, տարբեր կանաչիներով լցնված, բայց ոնց որ ամբողջ տարի այդ նույն ժինգյալով հացն է, այսինքն ինքը փոփոխություն չի կրում։ Մեղրիում կա գարնանային կոտապ, մենք այստեղ ունենք կանաչեղեն, որ աճում է, ասում են շիրիշ, այդ շիրիշով է պատրաստվում գարնանը, իսկ աշնանը ավելի տենց քաղցր, ծանր, դդումով, մեղրով, ընկույզով եւ համեմունքներով։ Ու ինքը կոտապն է։ Դուք եք պատրաստում ուտեստները։ Խաչատստանը, ոչ։ Ես հիմնականում շատ բաներ կա, որ լավ անում եմ, բայց ուտեստներ պատրաստելը դրանից չի, բայց հիմա մայրս էստեղ է, մայրս է պատրաստել այսօրվա օրինակ ընթրիքը մեր հյուրերի համար, ունենք աշխատակիցներ, որ գալիս են պատրաստելու, եթե ոչ ոք հարմար չի լինում, ես եմ պատրաստում, համենայնպես նախաճաշը սիրում եմ ես պատրաստել, այդ process-ը շատ սիրում եմ, որ առավոտյան երբ որ մարդը արթնանում է, իր առաջի ուտեստը դու ես տալիս, ու ոնց իրան կտաս, այդպես կզարթնի։ Իսկ առհասարակ երբեմն պատրաստում իհարկե կատակա, ինչ որ բաներ համեղ են պատրաստում, ինչ որ բաներ չէ։ Այ ասեցիք, որ փորձի ցուցակում գտնել է Մեղրի խոհանոցը, ինչ զգացիք այդ պահին եւ ինչ որտեղից նաեւ ձեր շնորհիվ փորձի ցուցակում են հայտնվել Մեղրի խոհանոցը։ Այդտեղ կարևորը թե ինչ են զգում մեղրեցիները եւ մյուսները, որովհետեւ իմ ընտանիքը ինձ վաղուց է պատմել Մեղրի պատմության մասին, Մեղրի նշանակության մասին, ես ծնվել եմ Մեղրիում, ես այդ ամեն ինչը մանկուց հասկանում եմ, միջև ուտեստներ։ Շատ կարևոր է մարդիկ, ովքեր լայն զանգվածներ, ովքեր նման նյութեր են տեսնում, թե իրանք ինչ են զգում, որովհետև շատ անգամ մարդիկ մեծ խրախճանք են զգում իրաց ներսում, օրինակ հայտնվել են Forbes-ում, տեսնելով, որ Մեղրի մասին Forbes-ում խոսում են։ Բայց դրանք չեն արտահայտում, կան մարդիկ, ովքեր տեսնում են եւ արտահայտում են, շատ կարեւոր է, որ ինչ որ լավ բան է լինում, իսկապես ուրախանալ եւ արտահայտել։ Forbes-ի նյութը նրա մասին էր, որ եթե այցելում ես Մեղրի, 11 վայր, որտեղ կարող ես ուտել տիպիկ տեղական խոհանոց, ու որը շատ համեղ է։ Եվ Խաչատստունը չեմ հիշում, որ երրորդն էր, բայց վերջիններից չէր, էլի։ Բայց կարևոր է, որ այնց 11-ի մեջ հայտնվել էին։ Եվ որպես վերջաբան կխնդրեմ պատմեք, թե ինչ պլաններ ունեք Խաչատստան հետ կապված հետագա տարիների ընթացքում, եթե գաղտնիք չէ։ Կամ ինչ փոքրիկ երազանք ունեք այստեղի հետ կապված։ Վաղվա պլանը քնելն է, ոչինչով զբաղվելը։ Այսքան օրը շատ ենք ինչ որ բաներ, ոչ միայն ես, այլ ընտանիքս, ու շատ հոգնել ենք, որովհետև իսկապես սպասում ենք մեր համար շատ պատասխանատու էր հյուրերին ընդունելը, եւ Խաչատստանը, եւ երիտասարդական կենտրոնում, քանի առիթ է դրա մասին ասեմ, էլի, ես էլ պատմեմ այն ինչ ուզում եմ։ Լոֆթ Մեղրի երիտասարդական կենտրոնում 1 տարի ընթանալու է Մեղրի երիտասարդների զորեղացում ծրագիրը, որը իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ կրթությամբ, տարբեր ֆորմատներով, միջոցառումներով, ինովացիաներ ներգրավելով, ներառականություն ապահովելով երիտասարդների ինքնազարգացման ու ինքնակրթությանը նպաստելը եւ փորձագետները Երևանից, նույնիսկ Հայաստանի հյուսիսից գալիս են Մեղրի, որպիսի փոխանցեն իրենց փորձը եւ գիտելիքների Մեղրի երիտասարդներին, քանի որ այդ ամբողջը արվում է ելնելով Մեղրի երիտասարդների կարիքից եւ հարցումից։ Ինչքան ժամանակ է այդ գործընթացը։ 6 ամիս է ծրագիրը մեկնարկել է, այսօր 6 ամսվա ամփոփում է, դրա համար նաեւ Մեղրիում Լոֆթ Մեղրի երիտասարդական կենտրոնում հյուրընկալեցինք դեսպաններին, Եվրոպական միության դեսպաններին, նաեւ հարց ու պատասխան ոչ ֆորմալ զրույց տեղի ունեցավ Մեղրի երիտասարդների, ինչու՞ չէ նաեւ բնակիչների հետ, ներկա են նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները եւ այս ծրագրի ինչն է շատ սիրուն, որ ինքը ի տարբերություն շատ ծրագրերի, ոչ միայն Լոֆթ Մեղրի մասին, առհասարակ ծրագրերի մենք կարողանում ենք ստաբիլ պահել ամբողջ համայնքի ներգրավվածությունը։ Այսինքն, որ ասում ենք Մեղրի երիտասարդների զորեղացում, նկատի ունենք Մեղրի համայնքի, Մեղրի, Ագարակ քաղաք եւ 13 գյուղեր։
Մի խոսքով, եւ այսքան ինչու եմ պատմում, որ ասացիք ինչ ենք մտածում Խաչատստան եւ առհասարակ Մեղրիի հետ կապված, մենք գիտենք, որ ապագայի ուժը երիտասարդներն են եւ իր իրավունքներից տեղյակ ուժեղ կայուն երիտասարդությունը մեր ապագան է եւ բնականաբար իմ բոլոր երազանքները կապում եմ երիտասարդների հետ։ Եվ ամեն ինչ անել ենք եւ զբոսաշրջության ոլորտում եւ երիտասարդների հետ Մեղրիի զարգացման ու կայունության համար։ Շնորհակալ եմ շատ հաճելի զրույց էր։ Այսօրվա մեր եթերը Մեղրիից էր, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին, ստեղծեք լայք կոճակը Facebook-յան, TikTok-յան, Instagram-յան ալիքներում եւ չմոռանաք թողնել ձեր մեկնաբանությունները, որպեսզի ձեզ հետաքրքրող թեմաներ արժանացվեն։ Շնորհակալ եմ։